Մենք վերադարձանք տաղավար ու սիրելիներս, ես կարծում եմ շատերը արդեն գիտեն ամբողջ աշխարհում, որ մարտի 20-ից ամբողջ աշխարհում ֆրանկոֆոնիայի օրերն են նշվում, այդ թվում նաև մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում, եւ արդեն երկար տարիներ։ Արդեն երկար տարիներ մենք մի քանի առիթներ ունեցել ենք հենց ֆրանկոֆոնիայի շրջանակներում զրուցել տարբեր հյուրերի հետ, այսօր նույնպես ունենք հրաշալի առիթ զրուցելու եւ եւս մեկ անգամ հանրահարչակելու այս գեղեցիկ լեզուն։ Իսկ ես ներկայացնեմ մեր հյուրերին ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սինթիա Էյդը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնական եւ արևելյան երկրների տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Էմանուել Սամսոնը։ Եվս մեկ անգամ բարի լույս։ Bonjour. Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Եվ հատկապես ուրախ ենք, որ մենք եւս ունենք այսօր առիթ խոսելու ֆրանկոֆոնիայի շրջանակներում այս գեղեցիկ պատմություն ունեցող, երկար տարիների պատմություն ունեցող եւ այս գեղեցիկ մշակույթ ունեցող լեզվի եւ պետության մասին նաեւ նույնպես։ Եվ անպայման նշենք, որ այն հոբելյանական տարի է։ Այո, քանի որ ֆրանկոֆոնիայի կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակն է եւ ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի 25-ամյակն է։ Այո։ Եվ հետաքրքիր է, թե ինչպես է ֆրանսերենի դասավանդումը այս տարիների ընթացքում փոխվել ըստ ձեզ։ Bonjour. Donc, oui, effectivement, nous իսկապես այստեղ նշում ենք Հայկական ասոցիացիայի ֆրանսերեն դասավանդողների 25-ամյակը եւ կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակը, որի կենտրոնատեղին գտնվում է Սոֆիայում, եւ մեր նպատակն է աջակցելու ֆրանսերեն դասավանդողներին, մշակույթի նախարարություններին, դպրոցներում 9 երկրներում Հայաստանից մինչև Սերբիա, Ռումինիա, Բուլղարիա կամ Շատ ուրախ ենք այսօր այստեղ գտնվել ֆրանսերեն դասավանդողների կողքին, որոնք մոտ 300-ն են այս երկրում եւ հատկապես մեր գործունեության նպատակն է նպաստել ֆրանսերենի դասավանդմանը դպրոցներում հայ երիտասարդների, հայ երեխաների համար, ովքեր ֆրանսերեն են սովորում եւ հատկապես այստեղ շատ ենք աջակցել վերջին տարիներին ֆրանսերենի խորացված ուսուցման դասարաններ ձևավորելու համար, այսինքն աշակերտները մի քիչ ավելի շատ են սովորում ֆրանսերեն, շաբաթական 3 ժամ ի տարբերություն մյուսների եւ մոտ 10 տարի է արդեն այս համակարգը գոյություն ունի եւ մենք աջակցել ենք այս ցանցը կառուցելուն եւ Հայաստանում հիմա 18 դպրոցում այս համակարգը գործում է արդեն եւ շատ ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել ֆրանսերենի դասավանդմանը ամբողջ Հայաստանում։ Շնորհակալություն։ Իսկ հետաքրքրությունը ֆրանսերեն լեզվի նկատմամբ ըստ ձեզ որքանով է մեծացել հատկապես երիտասարդների շրջանում։ Եվ այս նախագծերի շնորհիվ։ Écoutez, l'Arménie fait partie de l'organisation de la francophonie. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մաս է կազմում, որը արդեն 90 անդամ ունի եւ Հայաստանը կարևոր երկիր է ֆրանկոֆոնիայի համար։ Եվ կարծում եմ, որ լավագույն մոտիվացիան աշակերտների համար սովորել մի լեզու, որը օգտակար է, որովհետև ֆրանսերենը 5-րդ համաշխարհային մակարդակով լեզուն է, 4-րդ լեզուն է համացանցում, ավելի քան 300 միլիոն խոսողներ են, 15%-ն է ներկայացնում համաշխարհային տնտեսության, այսինքն սա լեզու է, որը ոչ միայն գեղեցիկ է, որը կարող է դուր գալ, նաև օգտակար է։ Դա է նաև պատճառը, որ երկրորդ օտար լեզուն է, որ ամենաշատն է սովորում ամբողջ աշխարհում անգլերենից հետո։ Հետևաբար կարծում եմ, որ առաջնային մոտիվացիան հայի համար կամ իսպանացու համար կամ մադագասկարից
եկած մեկի համար նախ եւ առաջ օգտակարությունն է այս լեզվի իր ապագայի համար, իր մասնագիտական ապագայի համար։ Շատ ճիշտ դիտարկեցիք, համաձայն եմ ձեզ հետ, որ նաև իր օգտակարության առումով ինչքան օգուտ կարող է լինել մարդ, երբ որ տիրապետում է այս գեղեցիկ լեզվին։ Վերադառնալով Հոբելյան թվերին, հա 20 ամյակն ենք նշում, 25 ամյակն ենք նշում, այս տարի, ինչպես քիչ առաջ նաև նշեցի, մարտի 20-ից արդեն մեկնարկը տրվում է։ Ինչ նախագծեր, ինչ հետաքրքիր հանդիպումներ, գուցե ինչ է սպասվում այս միջոցառումներ են սպասվում այս օրերի ընթացքում։ Oui, alors, moi tout d'abord, j'aimerais dire que je suis honorée Ես en tant նախ եւ առաջ que կուզեի présidente ասել, mondiale որ de la ինձ համար Fédération մեծ պատիվ է որպես դասավանդողների միջազգային ֆեդերացիայի նախագահ այստեղ Հայաստանում գտնվել եւ ֆրանկոֆոնիայի ամիսը, գիտեմ, որ սա օր չէ Հայաստանում ամբողջական ամիս է այստեղ ձեզ հետ նշելու համար ու գիտեմ նաև որ կանանց մեկամսյակն է այս ընթացքում իսկապես մեծ պատիվ է ինձ համար այստեղ գտնվել եւ ներկայացնել 220,000 ներկայացուցիչներին մեր ֆեդերացիայի եւ հայ դասավանդողների հայկական ասոցիացիան 300 տարբեր ասոցիացիաներից մեկն է, որը համագործակցում է մեր մյուս ասոցիացիաների հետ եւ նշել այդ ասոցիացիայի 25 ամյակը իսկապես կարևոր իրադարձություն է, որովհետեւ կարծում եմ, որ ֆրանկոֆոնիան Հայաստանում իսկապես շատ է հենվում հենց այդ ասոցիացիայի վրա եւ այն ամենի, ինչ առաջարկում է ասոցիացիան։ Ասոցիացիան հիմնադրվել է Տիկին Սյուզան Ղարամյանի կողմից, որը ասոցիացիայի նախագահն է եւ որը կարողացել է գրավել երիտասարդների, որոնց հանդիպել ենք 3 եւ Հայաստանով ենք պտտվել եւ կապեր է հաստատել, որտեղ հաճախ մենք մեր դասասենյակներում ենք գտնվում, բայց շատ կարեւոր է կարողանալ նաեւ միավորվել, կապեր ստեղծել, Հայաստանն ենք այցելել, հաց ենք կիսել իրար հետ, լավաշ ենք փորձել, հայկական ուտեստներ ենք համտեսել, բայց այս ամենից անդին այսօր նաեւ շատ տոնական օր է 25 ամյակ ասոցիացիայի, որը միջազգային ֆեդերացիայի անդամ է, ինչպես ասացի, եւ այսօր իհարկե ելույթներ կունենանք, ողջույնի ելույթներ կունենանք ֆրանկոֆոն այլ գործընկերների հետ, ֆրանկոֆոն դեսպանների կհանդիպենք, ասելու համար, որ ֆրանկոֆոնիան միայն Ֆրանսիային չէ պատկանում, ֆրանկոֆոնիան պատկանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են խոսել ֆրանսերեն, մի փոքրիկ համաժողով կլինի նաև պրեզենտացիա, թե ինչ է ֆրանկոֆոնիան այսօր, երգերի փառատոն կլինի նաև եւ մի երգ կա, որը գրվել է հենց ֆրանսերեն դասավանդողների համար, որպես մի հին օրհներգ, որը նվիրված է հենց այն մարդկանց, ովքեր ֆրանկոֆոնիայի առաջնագծում են գտնվում, այսինքն դասավանդողները, որովհետեւ ֆրանկոֆոնիան տարածվում է հենց դասավանդողների միջոցով, որոնք սեր են փոխանցում ֆրանսերենի հանդեպ։ Շնորհակալություն։ Այո, ինչ հրաշալի է, չէ՞։ Շատ հրաշալի է ու շատ գեղեցիկ նշեցիք, որ ոչ թե ֆրանսիացիների համար է ֆրանկոֆոն օրերը եւ տոնը, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ֆրանսերեն խոսել են սիրում, իսկ ֆրանսերեն խոսել սիրում են բոլորը։ Բայց ոչ բոլորի մոտ է ստացվում։ Բայց ոչ բոլորի մոտ է ստացվում։ Եվ դրա համար էլ կա ֆրանկոֆոնիան, որպեսզի ավելի պատշելի դարձնի եւ այդ մարդկանց ցանկությունը նույնպես իրակի կատարածանի։ Ինչպես է ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիան աջակցում տարբեր երկրների ուսուցիչներին, այդ թվում նաև այստեղ Հայաստանում։ Absolument. Donc, la fédération, certainement, elle est appuyée par plusieurs partenaires. Ֆեդերացիային իհարկե արդեն իսկ տարբեր գործընկերներ են աջակցում, մասնավորապես Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, մշակույթի նախարարությունը, բարձրագույն կրթության նախարարությունը, Բրյուսելում, Վալոնիայում, Կանադայում կազմակերպություններ, այսինքն մենք միայնակ չենք, մենք մի ամբողջ բանակ ենք կարելի ասել ծառայելու ֆրանսերեն լեզվին, եւ
ֆեդերացիայի միջոցով փորձում ենք նույն ուղղությամբ նայել, ինչպես կարող ենք տարածել ֆրանկոֆոնիան, շատ տարբեր ծրագրերի միջոցով, բնականաբար բոլոր ծրագրերը այստեղ չեմ նշի, բայց հիմնական ծրագրերի մեջ իմ նոր մանդատի համար, որովհետև ես 4 տարվա համար եմ ընտրվել մինչև 2029 եւ ունենք ճանապարհային քարտեզ ասոցիացիաների հետ աշխատելու համար եւ հիմնական ծրագրերից մեկը ֆրանսիական դասավանդողներին աջակցելն է, որովհետև գիտենք կա որոշակի պակաս, որ դասավանդողները դժբախտաբար հաճախ կարիերայի սկզբում հեռանում են այս մասնագիտությունից, որովհետև գուցե մի քիչ մեկուսացած են իրենց զգում, մենակ են իրենց զգում եւ հենց ֆրանսիական դասավանդողների ասոցիացիայի շնորհիվ փորձում են գտնել կապեր, ցանցեր եւ պայքարել այդ պակասի դեմ։ Եւ հատկապես պետք է նաեւ հաշվի առնել, որ թոշակի են անցնում որոշ դասավանդողներ եւ պետք է համարել նրանց այնպես որ ինչպես քիչ առաջ ասացի, դասավանդողներն են հենց որ առաջնագծում են եւ իսկապես կարիք ունենք նրանց աջակցելու, խրախուսելու, նրանց կողքին լինելու, արժևորելու նաեւ, որովհետեւ երբեմն այսօր միշտ չէ, որ այդ մասնագիտությունը գրավում է նոր մասնագետների եւ պետք է կարողանանք միասին միահամուռ ուժերով աջակցել նրանց։ Մենք մոտ 30 տարբեր ծրագրեր իրականացնելու ենք եւ ձեզ նաև պատասխանելու համար, այո, բոլորը չէ, որ կարողանում են ֆրանսերեն խոսել, բայց բոլորը Հայաստանում բոլորը մերսի են ասում եւ մենք իմացանք, որ ըստ հայերի մերսի բառը հայերը կարծում են, թե հայկական է։ Չգիտեմ, արդյոք պատասխանեցի ձեր հարցին։ Չէ, շատ լավ պատասխանեցիք եւ շատ ճիշտ նկատեցիք։ Մենք Հայաստանում բոլորս մեկս մյուսին ասում ենք մերսի, բայց երբ դուրս են գալիս դուրս միշտ ասում ենք շնորհակալություն։ Իրականում այո, շատ գեղեցիկ ինչ-որ մի սիմվոլիկա կա նաև դրա մեջ, երբ որ մենք հայերս հաշվի առնելով մեր բարեկամական եւ շատ ջերմ հարաբերություններից Ֆրանսիա եւ Հայաստան հարաբերությունների եղբայրական մասին է խոսքը, որ մենք մեր առօրյայում շատ հաճախ ենք օգտագործում հենց մերսին։ Մենք դա շատ լավ գիտակցում ենք, որ դա հայերեն չէ, հայերեն շնորհակալությունն է, բայց մերսին դարձել է մեր ամենօրյա առօրյա ինչ-որ մի մասնիկ, որը զուլվետ դարձել է հայերեն արդեն կարելի ասել։ Հետաքրքիր է այս ընթացքում դասախոսները կամ ուսուցիչները արդյոք վերապատրաստվում են կամ հստակ ինչ-որ ծրագրեր կան կամ որակավորման գուցե ինչ-որ մի հատ փուլեր կան, որոնք որ բարբերաբար նրանք անցնում են, չէ՞ որ վստահ եմ ծրագիրը անընդհատ թարմացվում է, փոփոխվում է գուցե եւ այս ծրագրի հետ կապված մեր հայկական կողմի ակտիվությունը եւ մասնակցությունը։ Alors peut-être que la réponse est partagée. Կարծում եմ, որ երկուսս էլ կարող ենք ինչ-որ չափով պատասխանել այս հարցին։ Մենք մեծ ջանքեր ենք իրագործել։ Քիչ առաջ խոսեցինք de 321 millions de locuteurs. Որ 321 միլիոն ֆրանսերենով խոսող կա աշխարհում։ Այսօր ֆրանսերենը գնալով ավելի շատ են խոսում, բայց նաև շատ հաճախ են ավելի ու ավելի են սովորում որպես օտար լեզու։ Եվ ֆրանկոֆոնիայի համար նպատակն է, որ լավ դասավանդվի։ Այսինքն, եթե ցանկանում ենք, որ ֆրանկոֆոնիան վաղը գոյություն ունենա եւ լավ որակի լինի, որ ֆրանկոֆոն ֆրանսերեն խոսողներ լինեն աշխարհի տարբեր ծայրերում եւ կարողանան իրար հետ շփվել ֆրանսերենով, պետք է դասավանդումը լավ պայմաններում իրականացվի։ Հետևաբար դասավանդողի մասնագիտությունը ռազմավարական է կարելի ասել եւ շատ կարեւոր է ճիշտ ներդրում կատարել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից, Ֆրանսիայի կողմից, բոլոր գործընկերների կողմից, քիչ առաջ ասացի վերջին 10 տարիներին Հայաստանում մի շարք ջանքեր ենք իրականացրել։ Կարծում եմ, որ ֆրանսերենի յուրաքանչյուր դասավանդող ինչ որ վերապատրաստման մասնակցել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կամ միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված, այսինքն շատ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի դասավանդումը շատ գրավիչ լինի նաև աշակերտների համար։ Մոտիվացիայի մասին քիչ առաջ խոսեցինք, մոտիվացիան նախ եւ առաջ դասարանում է, դասասենյակում է ձևավորվում, որպեսզի երիտասարդ հայ երեխան ցանկություն ունենա ֆրանսերեն սովորելու, պետք է այդ դասավանդումը նաև գրավիչ լինի։ Եվ սա շատ կարևոր է։ Oui, peut-être dire aussi que justement la formation de Ես կուզեի ասել, որ շատ կարևոր է նաև դասավանդողների վերապատրաստումը, այո, եւ հատկապես արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ներմուծության
առիթով պետք է դասավանդողը կարողանա արտացոլել ամբողջ հասարակությունը իր դասասենյակում, այսինքն կարողանա նոր տեխնոլոգիաներից օգտվել եւ հետեւաբար միջազգային ֆեդերացիան իր գործընկերների հետ, ես անդադ շեշտում եմ, որ մենք բոլորս նույն նավակում ենք գտնվում, շատ վերապատրաստումներ է կազմակերպում դասավանդողների համար, հատկապես օգտագործելով նաեւ արհեստական բանականությունը, բայց նաեւ վերապատրաստումներ դասարանի կառավարման թեմայով, ինչպես մոտիվացնել երեխաներին եւ բոլոր այս թեմաները Հայաստանի եւ տարածաշրջանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի դասավանդողները հետաքրքրվում են այս հարցերով, այսինքն ինչպես կարող եմ ես լինել ակտիվ դասավանդող իմ դասարանում, ցանկություն առաջացնել, որովհետեւ դասավանդողը շատ կարեւոր է, եթե ուսուցիչը կարողանա ոգևորել երեխաներին, բոլորը կհետաքրքրվեն ֆրանսերենով, եթե դասավանդողը մնա իր հին մեթոդներով, դասական մեթոդներով, գուցե երեխաները այդքան չհետաքրքրվեն։ Այսինքն կարծում եմ, որ վերապատրաստումը շատ կարևոր է եւ մեր ֆեդերացիան վերապատրաստումներ է առաջարկում նաեւ դասավանդողների ասոցիացիաներին, այսինքն բացի ֆրանսերենի դասավանդելու վերապատրաստումից, նաեւ վերապատրաստումներ կան, թե ինչպես կարելի է աջակցել ասոցիացիաներին իրենց աշխատանքում, ինչպես գրավել դասավանդողների, ինչպես գրավել ակտիվ մարդկանց, ինչպես կարող է ասոցիացիան այսօր դինամիկ լինել, ինչպես իր հոգաբարձուների խորհրդով աշխատել եւ այլն, այսինքն այս աջակցությունը եւս տրամադրում ենք մեր գործընկերներին։ Եվ ինչպես որ նշեցին, սա եւս շատ կարեւոր է, որ վերջին 10 տարիների ընթացքում դպրոցները արդեն 10-ից թե 15-ն են, որ անցնում են խորացված ֆրանսերեն լեզուն եւ իսկապես շաբաթական 2 անգամ օտար լեզվին տրամադրելը դա իսկապես քիչ է, պետք է գոնե լինի 3 անգամ, որպեսզի երեխաները հստակ կարողանան այդ լեզվին տիրապետեն եւ հուսով եմ, որ շատ շուտով այդ թիվը եւս կմեծանա Թե դպրոցների, թե նաեւ ժամանականակի։ Այո, թե դպրոցների եւ թե ժամանականակների։ Շատ շնորհակալություն ձեզ, որ օրը սկսեցիք մեզ հետ, մենք շատ ուրախ ենք ձեզ հետ առավոտը սկսել, ձեզ հետ խոսել այս կարևոր թեմայի շուրջ։ Եվ եթե ավելացնելու որևիցե մի բան ունեք, խնդրեմ։ Սիրով կլսենք։ Juste un petit mot, vas-y, toi d'abord. Juste un petit mot. Il y aura un événement très important. Շատ կարևոր իրադարձություն կլինի, որին բոլորը պատրաստվում են Հայաստանը, միջազգային կազմակերպությունը ֆրանկոֆոնիայի խաղերն են 2027 թվականին, որ տեղի կունենան, այսինքն դրանք օլիմպիական խաղեր են, բայց ֆրանկոֆոն երկրներին վերաբերող մոտ 500 օր է մնացել այս իրադարձությանը, հաջորդ տարի է ամռանն է իրականանալու, սա շատ կարևոր է եւ ֆրանկոֆոնիայի համար եւ Հայաստանի համար, որովհետեւ շատ ֆրանկոֆոններ բոլոր մայրցամաքներից գալու են Հայաստան եւ կարծում ենք, որ շատ լավ իրադարձություն կլինի։ Իսկ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեզ հյուրընկալելու համար եւ ուզում եմ եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել բոլոր դասավանդողներին եւ ֆրանկոֆոնիայի ասոցիացիային հայկական եւ ինչպես Էմանուելը ասեց, մի շարք միջոցառումներ են մեզ սպասում, հատկապես օլիմպիական խաղերը, ֆրանկոֆոնիայի խաղերը, որը շատ կարեւոր իրադարձություն է։ Շնորհակալություն Հայաստանին, որ մեզ հյուրընկալում է եւ կեցե ֆրանկոֆոնիան եւ կեցեն բոլոր ֆրանսերեն խոսողները։ Այո, կեցեն բոլոր ֆրանսերեն խոսողները, որ կարողացել են տիրապետել այդ լեզվին, եթե դա մայրենի լեզուն չէ։ Շատ շնորհակալություն ձեզ, ավելի ճիշտ merci beaucoup։ Այս դեպքում արդեն շնորհակալություն կարիք չկա, ձեզ լավ օր ենք մաղթում, իսկ մենք սիրելիներս շարժվենք առաջ, որ իստակ վերադառնանք ու դեռ ունենք րոպեներ, որ պետք է լինենք ձեզ հետ։